Բարև ձեզ, սիրելի ներկաներ։ Մենք 8-րդ դասարանի աշակերտներս հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Մնացականյանի ղեկավարությամբ գրականություն առարկայից իրականացրել ենք նախագծային աշխատանք։ Թեմա Շիրվանզադեի արտիստը։ Նախագծային աշխատանքի մասնակիցներն են Ալավերդյան Էմիլիա, Խաշոյան Պատվական, Բաբեյան Մանվեր, Նոյան Հակոբ, Ասադրյան Քրիստինե, Աղիկյան Հերմինե, Ներսիսյան Անի և Ալոյան Կարեն։ Նախագծային աշխատանքի նպատակն են սովորողների ծանոթացնել Ալեքսանդր Շիրվանզադեի գրական ժառանգությանը, վերլուծել արտիստը պատմվածքը, հայամատել պատմվածքը ժամանակակից իրականության հետ, ստեղծել միջավայր, որտեղ սովորողները հանդես կգան որպես հետազոտողներ և ստեղծագործողներ։ Նախագծային աշխատանքի վերջնարդյունքները։ Նախագծային աշխատանքի վերջնարդյունքները բխում են առարկայական ծրագրերից և հանրակրթության պետական չափորոշիչից։ Նախագծի ավարտին սովորողները կարողանան ներկայացնել Ալեքսանդր Շիրվանզադեի տեսագրությունը և ստեղծագործության հիմնական փաստերը, վերլուծել արտիստը պատմվածքը, հավաքական աշխատանքի արդյունքում ստեղծել փոքրիկ ներկայացում պատմվածքի հիման վրա, ստեղծել նաև ստեղծագործական աշխատանքներ, պաստառներ և այլն։ Վիպասան և դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն Ալեքսանդր Մինասի Մովսիսյանը ծնվել է 1858 թվականի ապրիլի 7-ին Շամախի քաղաքում։ Գրական անունը Ալեքսանդրը վերցրել է իր ծննդավայրից։ Շամախի քաղաքը Շիվանի գավառում է գտնվում։ Շիրվանզադեի հայրը Մինաս Մովսիսյանը դերձակ էր, զբաղվում է նաև տոնի առևտրով։ Շիրվանզադեի հայրը խիստ աշխատասեր, ավանդապաշտ, ազնիվ մարդ էր, ով իր զավակների նկատմամբ արտակուս ծառն էր, թեև ներկուս ջերմորեն սիրում էր։ Որ անունը Սոնա էր, քաղաքում նրան սիրուն Սոնա են ասում։ Նա ոչ թե դեմքով էր գեղեցիկ, այլ հոգով, սրտով, վարք ու բարքով, շատ զգայուն և ազդեցիկ կին էր, գրում է Շիրվանզադեն։ Ամենայն հավանականությամբ հենց մայրական գեներով է Շիրվանզադեն շարժվել իր տաղանդը։ Մորաքույրներից 3 որդիներն էլ դարձան հայ մշակույթի հզոր դեմքեր։ 3 քույրերի որդիներն էին Աշխարհաճար գրող Խոստան Զարյանը, Շիրվանզադեն և հայ բերմիպարծանք Հովհաննես Աբելյանը։ Ալեքսանդրը 6 տարեկանում կայացնում է որոշում առանց իր ծնողների կարծիքը հասնելու ընդունում է հարևան Սարգիս Վարժապետի ուսումնարան։ 1875 թվականին ընտանիքը խնամ փոխելու համար տեղափոխվում է Բաքու։ 1883 թվականին տեղափոխվում է Թիֆլիս գրականությամբ ավելի շատ զբաղվելու համար։ 1895 թվականին կառավարությունը Շիրվանզադեին մեղադրում է հակաթուրքական գործունեության մեջ։ Նրան նախ բանտարկում է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա 1898 թվականին ափսորում Օդեսա։ 1905-1910 թվականներին ապրում է Փարիզում, 1910 թվականին վերադառնում Թիֆլիս, 3 տարի անց մեկնում Մոսկվա։ 1926 թվականին վերջնականապես տեղափոխվում են Հայաստան։ Մահացել է 1935 թվականի օգոստոսի 7-ին Կիսլովոդոս քաղաքում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում։ Ստեղծագործությունը Շիրվանզադեն գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, դրամաներ, ուղևորություններ, հեղինակել է հրապարակախոսական և արվեստագիտական հոդվածներ։ Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է Նամուսը, որը հայ ֆիլմի առաջին ֆիլմն է և նաև հայկական գեղարվեստական առաջին ֆիլմը։ Նկարահանվել են նաև Չար ոգի, Պատվի համար, Քաոս, բազմասերիանոց ֆիլմերը։ Փորձ է արվել Շիրվանզադեի հերոսներին մեր օրեր փոխադրել։ Այսօր էլ Հայաստանի թատերական բազմաթիվ օջախներում բեմադրվում է Շիրվանզադեի դրամաները։ 1901 թվականին
Օդեսայի մաքսարի մեջ եղած օրերի հիշողություններով Շիրվանզադեն գրում է արտիստը պատմվածքը, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ Լևոնը ստեղծագործության հերոսը մոտ 16-ից 17 տարեկան մի պատանի էր, նիհար դեմքը ունակ, ուսքը մի քիչ ներս գծած։ Լևոնը թատրոնի հանդեպ մեծ սերուն էր, դրա մայրը միշտ բողոքում էր նրանից, ասելով, որ ճամփան է բռնել։ Լևոնը շատ էր սիրում գիտար նվագել։ Լևոնի հայրը թատրոնի վարսավի էր, սիրահարվում մի աղջկա, և երբ իմանում է, որ անուց է սիրահարվում, իրեն տալիս է հարբեցողությունից և դառնում ծառայքի առակաչ։ Մի օր էլ ոստիկանները նրան գտնում են ծառերի տակ ձյուների մեջ թավալված, բերում են տուն, 3 օր չանցած մահանում է դեպի, թողնելով կնոջն ու երեխաներին ճակատագրի մահաճույքին։ Լևոնը սիրահարում է տանտիրու աղջկան, Լուիզան։ Լուիզան լավ ձայն է և պատրաստում էր գնալ Իտալիա ձայնը մշակելու։ Կավալարան նույնպես գնում է ձայնը մշակելու։ Լևոնի մոտ մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա, Լուիզային տեսնելու։ Նա Իտալիա գնալու համար գումար էր հավաքում իր ձախ կոշիկի մեջ։ Երբ հավաքում է 150 ռուբլի, նրա վրա արձակվում են փողոցային խուլիգանները և վիզում են նրա հագուստը, այդ թվում կոշիկների մեջ եղած ողջ գումարը։ Նոր գումար վաստակելու համար Պանտոպլևոն նվագում է Իսիան սերտը։ Այստեղ էլ նրան ստիպում են օղի խմել։ Այդ ընթացքում Լուիզան ամուսնանում է Կավալարոյի հետ, նրանք մեկնում են Փարիզ։ Երբ Լևոնը իմանում է Լուիզայի ամուսնության մասին, շատ է տխրում։ Դրանից հետո հարևանները էլ Լևոնին չեն տեսնում։ Ինչ-որ ժամանակ անց գտնում են Լևոնի դին, թրջված և սպրտնած։ Նրան գտել էին այն նավի տակից, որը նրան 2 շաբաթ հետո պիտի տաներ Իտալիա, Լուիզայի մոտ։ Սիրելի ներկաներ, մենք պատրաստել ենք փոքր ներկայացում։ Խնդրում ենք սպասել 2 րոպե, մինչև մենք գալու մեր բեմական հագուստը։ Ժամանակի քիչն ինչպես ընկավ բեմից։ Իրոք որ զվարճալի էր։ Սա իմ խոստացած իտալական տեքստը։ Իտալական։ Աննահատակ։ Սինյոր, իսած որքան եմ դեպի։ Սինյորա, եկեք սկսենք տանտիկինից։ Դե, ինչ ասել։ Ես սինյորա Ստեֆանիան եմ։ Ինչպես արդեն կրայեցիք իտալուհի, մոտ 50 տարեկան։ Ամուսինս իտալական օպերայի հուշարար էր։ Շատ վաղուց էին տեղափոխվելու տեսակ։ Լուիզաս այստեղ է ծնվել։ Դեռ այն ժամանակ, երբ երջանկային շատակ ամուսինս մահացավ, իբրև ժառանգություն թողնելով նոտաների մի հինկապոց և իտալական արտիստների ծանոթություն։ Թույլ տվեք ձեզ մի շտկում անել։ Ձեր ամուսինը ձեզ թողել է աշխարհի ամենամեծ հարստությունը։ Մի աննման դուստ է։ Շատերին շտկում էր սինյոր։ Լուիզաս միակ մխիթարանք է, բայց միգուցե հիմա դուք եք ներկանայք։ Ես պետք է տանտեմ։ Ես Կավալարոն եմ, նույնպես իտալացի 35 տարեկան օպերայի բայկոր եմ։ Իդեպ ես և Լուիզան պատրաստում ենք գնալ Իտալիա ձայնից մշակելու։ Դե, քանի որ հաջորդը ես էլ կներկայանամ։ Լուկրեցիա Կավալարոյի իտալուհի հոգեբան։ Սինյոր, որքանով տեղյակ եմ, դուք գրող եք։ Ուզում եմ կանխավասել, որ մենք հոգեբաններից ձեզ գրողների դեր լավ ենք իրակացնում։ Իսկ ինչ եք գրում։ Դե աղջկան սիրահարեցնում եմ տղային աղջկան։ Իրար չեն հավանում, բաժանում են, ուրիշ հետ եմ ամուսնացնում։ Ուրիշ գործ չեք գտել միջնորդ եք դարձել։ Այո,
Իսկ ես հրելուի ատամնագուշ Քրայստը։ Այս տլացիների համար մեծ պատիվ է սեղանստել երկու ամենամեծ եւ հնագույն ազգի ներկայացների հետ։ Հրաշալի է, իսկ հիմա խնդրում ենք դուք ներկայանեք, պարոն Շիրվանզադե։ Ես շատ բան չունեմ ասելու։ Ես Ալեքսանդր Միրասյան եմ, գրող եմ։ Նայեք, արտիստը։ Արտիստը։ Ով է արտիստը։ Խեղճ տղա, երևի մայրիկին հիվանդ է։ Խնդրում եմ չխղճալի, սենյորա Լուիզա։ Տիկին Ստեփանյան որտեղ է։ Տիկին Ստեփանյան տանն է։ Արտիստ ով էր։ Պարոն Շիրվանզադե, եկեք գնանք արդ տղային տուն։ Ճանապարհին կպատմենք նրան։ Ես գնում եմ, ով է գալիս։ Ես նույնպես։ Ես էլ կգամ։ Այս նախագծի վերջնությունում մենք ունենք հետևյալ պրոդուկտները։ Ունենք պաստա, ունենք խաղ, ունենք նաև գիրք։ Ունեն նաև պատրաստած խաղ, որտեղ պետք է մարդիկ գնան առաջ եւ կանգնեն հարցերի վրա, ամեն մի հարցը պետք է պատասխանեն, իսկ երբ որ պատասխանում են, կանգնում են իրենց տեղը, իսկ երբ որ նրանք չեն կարողանում պատասխանել հարցին, մի քայլ հետ են գնում ու փորձում են այդ հարցին նույնպես պատասխանել։ Ու վերջում ով որ հասնում է վերջը նա հաղթում է։ Նախագծային աշխատանքի շրջանակներում ստեղծել են պաստառներ, որտեղ առաջին պաստառի վրա նկարել են արտիստին, որը Լևոնն է պատմվածքի գլխավոր հերոսը, իսկ պաստառի վրա Լուիզայի։